Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրը խորհրդային դիսիդենտ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, ձեր կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Հենց մենակ հարցը, որ արդեն հնչում է, նշանակում է կան։ Եթե չլինեին, այդ կարգի հարց չէր հնչի։ Իհարկե Հայաստանում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել 2018 թվականից հետո այն վիճակը, որ կար, չկա այլևս, բայց այդ համատեքստում չի փոխվել նաև իշխանավորների որակը շատ առումներով։ Եկան նորերը, եկան երիտասարդներ, թվում էր բոլորովին այլ իրավիճակ պետք է ունենանք, բայց պարզվեց, որ ոչ, նրանք նույնպես չեն սիրում ունենալ քննադատներ, նրանք նույնպես իրենց քննադատներին հալածում են, կալանավորում են, դեռ դատապարտումներ չեն եղել, բայց պատրաստում են, դատական պրոցեսներ են լինելու։ Այո, կան Հայաստանում մարդիկ, որոնք հայտնվել են կալանավարերում իրենց ծավալած քաղաքական գործունեության համար, ինչը ցավալի է, ինչը շեշտել է ինձ համար ուղղակի ամոթ է, բայց ստիպված պետք է շեշտենք։ Պարոն Հարությունյան, ինչու արևմուտքը բայց չի ընդունում քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում։ Արևմուտքը տեսնում է ամեն ինչ։ Թյուրիմացություն է մտածելը, թե նրանք չեն տեսնում, թե փակ են նրանց աչքերը, նրանք տեսնում են, նրանք գնահատում են։ Վստահորեն կարող եմ ասել, որ նրանք իրենց համապատասխան ծառայությունները, այստեղ դեսպանատները ուղարկում են եւ զեկուցագրեր, եւ տեղեկատվություն այդ իշխանություններին, բայց այստեղ խառնվում է իրավունքը եւ քաղաքականությունը, իրավունքը եւ դիվանագիտությունը, որովհետեւ մեծ խաղ է գնում այն պատերազմը, այն անարդար, այն մեծ, այն ծավալուն պատերազմը, որ սկսել է հենց Եվրոպայի սրտում Ռուսաստանը, հանցագործ պատերազմը, թելադրում է խաղի իր կանոնները, նպատակը Ռուսաստանին տարբեր տարածաշրջաններից դուրս մղելն է, Ռուսաստանի հնարավորությունները թուլացնելն է, այս ճակատում Հայաստանը դիտարկվում է որպես արևմուտքի դաշնակից եւ պայմանականորեն դուրս է քննադատությունից։ Դա բոլորովին չի նշանակում, որ վաղը իրավիճակի փոփոխության դեպքում կամ եթե հանկարծ հայաստանյան իշխանությունները օրինակ սպասվելիք ընտրությունների ժամանակ գնան խախտումների, ճճացող խախտումների եւ երևացող խախտումների, դա չի նշանակում, թե արևմուտքը շարունակելու է լռել։ Բոլորովին նրանք ունեն իրենց չափորոշիչները միշտ են ունեցել, նրանք ունեն իրենց հոգսերը եւ խնդիրները, մեզ տեղավորում են իրենց հոգսերի եւ խնդիրների մեջ, այդ խնդիրներում մենք առաջնային երբեք էլ չենք եղել։ Տեսեք, կհիշեք, ասենք, նախ 2018-ից առաջ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք միշտ շատ մեծ աղմուկներ են եղել քաղբանտարկյալների հետ կապված, քաղաքական հետապնդումների հետ կապված, ընդհանրապես իրավունքի հետ կապված Հայաստանում, որովհետեւ Հայաստանը դիտարկվել է որպես կցորդ Ռուսաստանի, այսօր այդ նույն Ռուսաստանի կցորդը չի դիտարկվում, բայց ես չեմ ցանկանում ի տարբերություն արևմուտքի հիմա ասել, թե կցորդ չի կամ դուրս է ռուսական ազդեցության գոտուց կամ ոլորտից։ Ուղղակի, եթե մենք անդրադառնանք այդ հարցին, ես դրան էլ կպատասխանեմ առանցին, բայց վերջին հաշվով իրավունքի գերակայությունը Հայաստանում առաջին հերթին դա մեր խնդիրն է։ Մեր խնդիրն է եւ ենթադրենք արևմուտքը չաղմկի, ենթադրենք, ինչ մենք պետք է ուրեմն հուսահատվենք, հիասթափվենք եւ ոչինչ, դա մեր խնդիրն է, մենք պետք է մեր երկիրը դարձնենք նորմալ իրավական պետություն, իսկ նրանք իրենց աղմուկով, իրենց քննադատություններով ընդհանրապես աջակցողի դերում են միշտ եղել, հիմա էլ կգա կհասնի այդ պահը, դեռ այսօր արդեն ասեցի, քաղաքականության եւ դիվանագիտության այդ խառնուրդում գուցե նրանք չեն համարում իրենց գործը, բայց դա վերջին հաշվով նրանց գործն է, մեր գործը, մերը պետք է լինի նրանցը։ Պարոն Հարությունյան, իսկ ինչու մենք չենք կարողանում մեր, ասենք, հայկական հարացույցը սարքել եւ որոշել, որ ասենք այս մարդը քաղբանտարկյալ է, իսկ այս մարդը շահարկվում է։ Պետք չի բոլորովին հայկական այդ տարբերակը մտածել եւ սարքել կամ հեծանիվ հորինել, որովհետեւ դա հորինված է կա ամբողջ աշխարհում։ Շատ ժամանակ առաջ, դեռ 1960-ականներից սկսած չափորոշիչները Amnesty International-ի չափորոշիչներն էին, որոնք շատ մեծ փոփոխություն այսօր էլ չեն կրել, այդ չափորոշիչներով էլ այսօր են չափում Եվրոխորհրդարանը, կհիշեք, չափորոշիչներ հրապարակեց եւ շատ նորմալ չափորոշիչներ են։ Դրանցից
լավը կամ դրանցից տարբեր մենք ոչինչ էլ չենք կարող օրինել, եթե հիմա ես դուք եւ ասենք մի 5 հոգի հավաքվենք իրար գլխի, ինչ էլ գրենք, այդ համատեքստում է լինելու, որովհետեւ մարդը մնում է մարդ, պատկերացումները քաղաքականության մասին եւ քաղաքական հետապնդումների մասին կուզեք եղեք Իրանում, կուզեք եղեք Հայաստանում, կուզեք Ֆրանսիայում, նույնն է։ Քաղաքական նկատառումներով հետապնդվող մարդը եւ ընդհանրապես քաղբանտարկյալ կոչվելու ենթակա մարդու համար, որով գրված չափորոշիչներն արդեն կան։ Եվ պետք չի հորինել։ Մենք այդ չափորոշիչներով մենք այսօր ունենք, այո, քաղաքական նկատառումներով հետապնդվողներ։ Պարոն Հարությունյան, ուղղակի հարց է առաջանում, որ այդ դեպքում ինչու հնարավոր չէ թիվ հրապարակել, թե քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Դա ամենաբարդ խնդիրն է։ Թիվ հրապարակելը բարդ է, որովհետև եթե կան քաղաքական հետապնդումներ եւ բազմաբնույթ քաղաքական ուժեր, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ իր անդամի հետապնդումն է փորձում դիտարկել կամ ներկայացնել որպես քաղաքական հալածանք։ Բայց այս խնդիրը օրինակ կար խորհրդային տարիներին, ասենք խորհրդային տարիներին հստակ էր ավելի, չկային բազմաբնույթ քաղաքական ուժեր, կար մեկ կոմունիստական կուսակցություն եւ մնացած բոլորը, որոնք կոմունիստին դեմ էին։ Այո։ Իսկ մեր իրականությունում դա բոլորովին այլ է։ Օրինակ կարող եմ ասենք շատ վառ օրինակ, ասենք մարտի 1-ի դեպքերից հետո 2008 թվականի քաղբանտարկյալների թիվը մեզանում շատ հսկայական է եղել, տասնյակներով ենք հաշվել։ Առաջի փուլում նույնիսկ 100-ավոր անուններ էին ցուցակում, կամաց մենք մաքրեցինք այդ ցուցակը եւ մոտավորապես մի 7-8 տասնյակ մարդ կար, բայց Հայաստանում կային ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաեւ մարդիկ էին այդ տասնյակներով, այդ 7-8 տասնյակը, որոնք հստակ քաղաքական դրդապատճառներով են, էլի, ասենք հայտնվել կալանավայրում, այնպես չէր, թե ասենք ինչ որ մեկը խուլիգանության համար էր կամ ինչի համար, բայց կային, այո, կային, իհարկե, դրանց թիվը, դրանք նույնպես, էլի, մենք բայց կային քաղաքական ուժեր, նաև հասարակական կազմակերպություններ, որոնք ոչ բոլորին էին անկալում կամ ցանկանում անցալել որպես քաղաքական, որովհետև ինչքան հանրությունը ազատ է, այնքան ավելի բարդ է։ Մենք ինչքան էլ եղել ենք ազատություններով սահմանափակված, կլինի դա Ռոբերտ Քոչարյանի օրոք, կլինի Սերժ Սարգսյանի օրոք, մենք միշտ էլ Հայաստանը նկատի ունեմ ասելով մենք շատ ավելի ազատ է եղել, քան ենթադրենք Ադրբեջանը կամ Հյուսիսային Կորեան, եւ Ադրբեջանում շատ ավելի հեշտ է այդ ցանկը հրապարակելը, քան Հայաստանում, որովհետև մենք ունեցել ենք ազատությունների որոշակի սահմաններ, որոնք ինչքան էլ բիրտ են եղել մեր իշխանավորները, չեն կարողացել սահմանափակել կամ փակել ընդհանրապես։ Այն ինչ որ կա, ասենք, Ուզբեկստանում ենթադրենք, այն ինչ որ կա Իրանում, այն ինչ որ կա Ադրբեջանում, հենց այսօրվա Ադրբեջանում մեր հարևանությամբ գտնվող երկիր, Իրանը մեր հարևանությամբ գտնվող երկիր։ Այդտեղ ցուցակներ հրապարակելը մի քիչ ավելի հեշտ է, համեմատաբար հեշտ է։ Պարոն Հարությունյան, իսկ ինչու այսօր ոչ ոք է ցուցակագրումով չի զբաղվում։ Ես գիտեմ, որ զբաղվում են։ Ես գիտեմ, երիտասարդ իրավապաշտպաններ կան, զբաղվում են, բայց ես իրենց հետ զրուցել եմ եւ ասել եմ նրանց, որ դա շատ ծանր աշխատանք է եւ իրանք թող փորձեն այդ ծանր աշխատանքը անել։ Այսինքն շուտով սպասենք ինչ որ Չգիտեմ, երբ կլինի, բայց որ դա շատ ծանր աշխատանք է, դրանում կասկած չկա։ Պարոն Հարությունյան, դուք անդրադարձաք այդ արևմուտքի ընկալմանը, որ մենք կտրվել ենք Ռուսաստանից ու ասացիք, որ ինքներդ չեք կարծում, որ կտրվել ենք Ռուսաստանից, ինչու եք այդպես կարծում։ Ոչ թե մենք չենք կտրվել, մենք Հայաստանը ըստ էության այն վիճակում չի, որ վիճակում էր, ենթադրենք 2022-ից 2023-ից առաջ, այդ համատեքստում դեպի արևմուտք թե դեպի Ռուսաստան այդ ընթացքը խաթարվել է, դեպի Ռուսաստանի հետ կապը խզված է, խզում գոյություն ունի, թե ինչ աստիճանի է խզված, ես ասել հիմա չեմ կարող հստակ, բայց մի բարձ ճշմարտություն ինձ միշտ հետապնդում է, այդ ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի իզմեր չունենալու, քաղաքական պատկերացումներ չունենալու, քաղաքական օկուպացիոն չունենալու եւ ընդհանրապես անհետևականությունն է նրա։ Բայց համարում եք, որ դա ինքը որպես քաղաքական գործիչ այդպես ապաքաղաքական է, թե դա ուղղակի դիմակ է, որ Չէ, նա ապաքաղաքական է, նա Նիկոլ Փաշինյանական է, այսպես ասենք։ Նա իրանով է զբաղված եւ միշտ է իրանով բարձվում է եղել զբաղված։
մենք ենք որ չենք իմացել կամ չենք հասկացել ինքը կարողացել է մեզ որ շատերին մոլորեցնել իր այդ ակտիվությամբ բայց իրականում նա իր հոգսն է հոգացել երբ նա օրինակ պայքարում էր ավազակապետության դեմ կամ ասենք օլիգարխների դեմ կամ ոսկե համարներով համարանիշների դեմ բարձում է նա դրանց դեմ պայքարում էր որովհետև այդ համարանիշները իրանը չեն այո ինքը ուզում էր ունենալ այո ինքը որ ինքը լինի օլիգարխը կամ ինքը նշանակի սրան կամ նրան օլիգարխ ենթադրենք հիմա նրա հետ հայացք որ նետում ենք սա է առաջինը գալիս մեր մտքում կամ երբ այո ծրարներով աշխատավարձներ էին ստանում կամ պարգևավճարներ էին ստանում սև կասայից այսպես ասենք հա եղել են այդպիսի բաներ մեր երկրում տարիներ շարունակ բոլորը շատերս գիտենք կամ բոլորս գիտենք բայց հիմա ասենք նույն կարգի թվեր կամ շատ ավելի մեծ թվեր իրենք ստանում են պետական բյուջեից ինչու էր այն ժամանակ պայքարում այդ երևույթի դեմ որովհետև այդ ծրարը իր տուն չէր գալիս հիմա փոխանցվում է հաշվի համարին եւ արդեն գոհ է եւ հարմար է կյանքը իր համար այնպես որ չեմ կարծում թե նա տարված է եղել քաղաքական ինչ-որ գաղափարներով կամ մտքերով եւ փորձել է դրանք կյանքի կոչել գոնե իր իշխանավարման վերջին այս տարիները ցույց են տալիս որ չկա ընդ որում ինքն էլ գրեց որ իրանք դուրս են հերոյ են եւ դուրս են իզմերից հիմա ընթացքը որ խզումը որ տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան Փաշինյանի օրոք դա ընդհանրապես ոչ թե քաղաքական պատկերացումների հողի վրա էր այլ նեղացվածության Փաշինյանը վստահ Փաշինյանը վստահ էր կամ կարծում էր թե Ռուսաստանը իրեն աջակցելու եւ օգնելու է հատկապես պատերազմից եւ պարտությունից հետո իսկ Ռուսաստանը մատնին չխփեց նրան օգնելու նա Մոսկվա գնալուց առաջ 2023-ի ծմերը հունվարին այս օրերին էր կարծեմ գրեց գնում եմ մեր տղաներին բերելու վստահ էր չէ որ կգնա եւ Պուտինը կազմակերպի որպեսզի Ալիևը հետ վերադարձնի մեր բոլոր գերիներին Ալիևը Պուտինը չարեց դա Ալիևը վերադարձրեց մեր գերիներին այնուհետև հապկի աջակցությունները որոնք պետք է լինեին ըստ պայմանավորվածությունների եւ ըստ պայմանագրերի տեղի ունեցան եւ նրան վիրավորանքի աստիճանի մերժեցին ուղղակի համարանքան մերժեցին այդ ամեն ինչը առիթ հանդիսացավ որպեսզի ինքը փորձի փնտրել պաշտպանություն դրսում արևմուտքում եւ իրոք Ռուսաստանն էլ է դուրս այո արևմուտքում Ռուսաստանն էլ է դուրս չէ Հայաստանը մի մեծ հատված Ռուսաստանի մեջ է եղել դրա համար ասենք օրինակ ես չէի ասի թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանը Ռուսաստանից դուրս է Հայաստանը եղել է Ռուսաստանի կցորդը միջազգային կազմակերպություններում Հայաստանը քվեարկել է միայն եւ միայն Ռուսաստանի շահերը սպասարկելով այդ կարգի քվեարկությունները իրականացրել ել չասած որ որոշ քվեարկություններ Հայաստանի շահերի դեմ են եղել։ Օրինակ ասենք Ղրիմի հետ կապված քվեարկությունները Հայաստանի շահերին դեմ են եղել։ Բայց ավարտելով միտքս թե ինչու Փաշինյանը հետևողական չի արևմուտքի հետ ընթացքում 2023 թվականին կհիշեք հայ-ադրբեջանական երկխոսության գլխավոր միջնորդները միջնորդ արևմուտքներ Նրանք նույնիսկ 2023 թվականին հայտարարեցին 22-ին հայտարարեցին որ տարեվերջին խաղաղության պայմանագիր է լինելու արդեն բայց հենց որ ես վստահորեն կարող եմ ասել Ադրբեջանի հետ համաձայնեցված Ռուսաստանը հայտարարեց թե Արցախի հարցը ոչ թե լուծում են այլ թողնում ապագային խայծ էր շատ բարձունակ խայծ այն հույսով էր հայտարարվում որ Փաշինյանը դա կուլ կտա եւ իրոք Փաշինյանը շատ արագ կուլ տվեց այդ խայծը հայտարարեց որ դուրս է գալիս արևմտյան այդ հարթակից եւ վերադառնում է ռուսական հարթակ վերադարձավ ռուսական հարթակ հանդիպումներն սկսեցին տեղի ունենալ Ռուսաստանում Ռուսաստանի միջնորդությամբ արդյունքում մենք կորցրեցինք Արցախը ընդհանրապես Արցախահայությանը ընդհանրապես կորցրեցինք Արցախ եւ ամեն ինչ կորցրեցինք այսօրվա դրությամբ ադրբեջանցիները շարունակում են մնալ նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքում այդ վայրի վերումները այդ վազքը արևմուտքից Ռուսաստանից արևմուտք այդ վազքը կարող է կրկնվել հենց վաղը ստեղծվի ինչ-որ մի
առիթ կամ պատճառ, որ հայտարարելու համար, որ ես գնում եմ դեպի Մոսկվա, մենք արդեն արևմուտք հոգնեցինք արևմուտք գնալուց կամ արևմուտքը մեզ չի ցանկանում տեսնել մոտավորապես այս ձևակերպումներով, դա կարող է տեղի ունենալ։ Էլ չասած, որ իր բնույթով եւ իր էությամբ նա շատ ավելի Ռուսաստան է Փաշինյանը իր էությամբ իր իշխանավարման մասին իր պատկերացումներով խանական պատկերացումներով նա շատ դիկտատորական կամ նա շատ ավելի մոտ է Ուզբեկստանին, շատ ավելի մոտ է Ղազախստանին, շատ ավելի մոտ է Բելարուսին եւ այո, քան արևմուտքին արևմուտքում իշխանությունները փոխվում են, արևմուտքում հեռանում են իշխանավորները, իսկ ինքը ոչ փոխվելու, ոչ էլ հեռանալու ծրագիր չունի իր մտքում չկան։ Այնպես որ ես կուզենայի, որ Հայաստանը ընթացքը լիներ հաստատուն դեպի արևմուտք։ Դա իմ ցանկությունն է։ Բոլորովին չթշնամանալով Ռուսաստանի հետ։ Բոլորովին, որովհետև Ռուսաստանը մեծ երկիր է եւ ընդ որում մեր հարևանությամբ է գտնվում։ Թշնամանալու խնդիր չպետք է լինի, բայց ես չեմ տեսնում այն ներուժը Փաշինյանենց մեջ, որ կարողանան Հայաստանը տանել այդ ուղղությամբ։ Պարոն Հարությունյան, այսպես շատ կարճ եթե ամփոփենք, էլի, փաստորեն չկա քաղաքական պատասխանատվության ինչ որ համակարգ։ Մարդը կարող ասի սա, հետո անի հակառակը, բայց ինչ անենք, որ ի վերջո Հայաստանում դա արմատավորվի կամ ինչ որ քաղաքական պատասխանատվության։ Եթե մենք կարողանանք հաջողել 2000 սպասվելիք 2026 թվականի ընտրություններում, եթե այդ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար եւ էական չի ով կընտրվի։ Թեկուզ հենց Փաշինյանը, բայց ընտրվի արդար ընտրությունների միջոցով, արդեն սա կլինի երկրորդ, չեմ 19 թվականի ընտրությունները հանենք, դա բաների վրա էր։ Չնայած մեր 21 թվականի ընտրությունը նույնպես կառուցված էր սպիտակի, վախի, այնտեղ զգացմունքների վրա հիմնված վախի, սարսափի ընտրություն էր։ Եթե մենք կունենանք 1-2 ընտրություն, իհարկե դա մեր կյանքից է գնում, բայց սա է։ Եթե մենք կունենանք 1-2 ընտրություն, որոնք կլինեն ազատ եւ արդար, համեմատաբար գոնե ազատ եւ արդար, ապա հաջորդ ընտրությունները կբերեն քաղաքական ուժեր, քաղաքական դեմքեր, հուսահատվելու իրավունք ունենք, տխրելու իրավունք ունենք, որովհետեւ մեզ սպասում են երկար տարիներ այս կարգի, բայց դա է ճանապարհը։ Չի կարող ավտոմատ տեղի ունենալ այն ինչ որ մենք կուզենայինք որ տեղի ունենա, չի կարող դա հրաշքով լինել։ Ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Մեր սկսած 1995 թվականից 95 թվականի պարլամենտական ընտրություններից սկսած։ Այո, երբ ես 95-ի պարլամենտական ընտրությունները համարում եմ չափորոշիչ, որովհետև հենց այդ ժամանակ էր, որ արդեն մտածեցին, որ կարելի է գնալ կեղծիքի, որ կարելի է բերել սեփական բարեկամին։ Բայց դրանից առաջ կեղծիք չկար, պարոն։ Դա այլ խնդիր է։ Դրանից առաջ մենք սովետական իրականությունից նոր կտրվել ենք։ Գիտեմ, որ հանրակրվեն, չգիտեմ, առաջին ընտրությունները մարտիկ իրար տեղ են քվեարկում։ Չէ, դրանք ամեն ինչ էլ կարելի է Գերմանիայում ընտրությունների վրա էլ որ խոշորացիով նայենք, լիքը բաներ կտեսնենք։ Չէ, դրա մասին չէ։ Խոսքը համատարած, երբ որ արդեն իշխանությունը մտածում է, որ կարելի է գնալ այս քայլին։ Իսկ 2000-ականների ամենասկզբից սկսած միշտ ենք մենք խնդիր ունեցել ընտրությունների հետ եւ համապետական բոլոր ընտրություններն էլ ավարտվել են հրապարակային բողոքներով։ Մեր քաղաքացին, մեր մարդը մենք հպարտանալու տեղ ունենք։ Մենք միշտ կարող ենք աշխարհին ցույց տալ, որ մենք չենք ընդունել երբեք այդ կեղծիքները։ Բոլոր կեղծիքները 17 թվականին ոնց որ բոլորն էլ ընդունել էին։ Որ 17 թվականի 2017 թվականի 2017 թվականի ընտրությունները նույնպես բողոքներով եղան։ Բայց վարչապետ դառնալը չէ 17 թվականի այդ խորհրդանական ընտրությունները ելքը չբողոքեց։ Դե տեսեք, ինչն էր պատճառը, որ դուք եթե ուշադիր հետայացք նետենք, կտեսնենք, որ իշխանությունները մեր աշխատել են միշտ հասնել նրան, որ որքան հնարավոր է քիչ ընտրություններ լինեն, որովհետև բոլոր ընտրությունները համապետական ավարտվում էին երկարացրեցին նախագահական տարիները ասենք, 4-ից դարձրեցին 5։ Այնուհետև փոխեցին նախագահական համակարգը, պարլամենտական ընտրությունը այնքան մեծ բողոք չի առաջացնում մարդկանց մեջ, որքան նախագահական, որովհետև դա անձնավորված է։
Ես գնում եմ Այո, դա ես գնում եմ ընտրելու ոչ թե ինչ որ կուսակցություն, որի ցուցակի անդամներին բոլորին չի որ ճանաչում եմ։ Ես գնում եմ ընտրելու կոնկրետ մարդու։ Ես հավատում եմ այդ մարդուն ու հանկարծ այդ հավատը ջարդել են կեղծված ընտրություններով։ Ոչ թե իմ տեխնացուն չի հաղթել, այլ իմ տեխնացուն չի հաղթել, որովհետև իմ տեխնացուի դեմ աշխատել է պետական մեքենան։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Հարությունյան, բայց դուք կողմեք խորհրդարանական համակարգին, կարծում եք, որ դա լուծում է մեր խնդիրները։ Ոչ։ Խորհրդարանական համակարգ մտածած նրանք ովքեր որ մտածել են, դա հանցագործություն էր մեր պետության դեմ։ Դա ուղղակի լուրջ ծանրագույն հանցագործություն էր, որովհետև խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս մեկ իշխանավորին հավերժ իշխանության մնալու։ Գերմանիայում Անգելա Մերկելը քանի տարի դարձավ կանցլեր։ Կհիշեք երևի մի 17-20 տարվա չափ, որովհետև այդ համակարգը դրա հնարավորությունն է տալիս, բայց դա Գերմանիայում, որտեղ դեմոկրատական ինստիտուտները կայացած են, նույնիսկ այնտեղ արդեն հոգնեցներ էր այդ կինը, որ արդեն ստիպված ասեցին վերկաց եւ գնատուն։ Հիմա Անգլիայում խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս տարվա մեջ 4 պրեմիեր մինիստրը են փոխում։ Այս վերջինը ահագին դիմացավ հիմա։ Սրանից 1 տարի առաջ տարվա ընթացքում 2-3 փոփոխություն տեղի ունեցավ։ Այդ համակարգերը Հայաստանի համար չեն։ Ընդհանրապես այդ համակարգը, որ խորանանք մեկ թերի համակարգ է, բայց Հայաստանում պետք է լինի այո նախագահական կամ կիսանախագահական տարբերակը, որը իրեն արդարացրել էր Հայաստանի ամենածանր շրջաններում միշտ էլ այդ համակարգը իրեն արդարացրել է։ Ուղղակի Սերժ Սարգսյանը ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, հիմա կարող եմ ասել, ես ընդհանրապես չեմ սիրում համեմատություններ անել, բայց այստեղ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանը 2 ժամկետ կեղծված ընտրություններով մնաց իշխանության։ Կեղծված, երկուսն էլ կեղծված ընտրություններով մնաց իշխանության։ Եվ երբ եկավ ժամանակը նա հեռացավ։ Սերժ Սարգսյանը էլի 2 ժամկետ, էլի կեղծված ընտրություններով եւ մարտի 1-ի հեղված արյամբ մնաց իշխանության 2 ժամկետ, բայց որոշեց, որ պետք է հավերժ մնա։ Կամ մնա այնքան, որքան ինքն է հարկ համարում։ Փոխեց սահմանադրությունը, պալատական իր իրավաբանների օգնությամբ գրեց իբր իր հակով սահմանադրություն, բայց այդ սահմանադրությունը շատ լավ սազեց Փաշինյանին։ Հիմա Փաշինյանը այդ սահմանադրությունը օգտագործեց 21 թվականի ընտրությունները, ինքը հաղթեց միայն եւ միայն այդ պատճառով, որ այդ համակարգն էր Հայաստանում գործում, գալիք ընտրություններում ինքը նույնպես աչքիս հաջողելու է, որովհետև այդ համակարգն է էլի գործում։ Հայաստանը երբ դեռ նոր անկախացել էր, շատ երկար քննարկումներ են եղել, ինչ ճանապարհ պետք է ընտրվի, ինչ կարգի պետք է լինի։ Վերջում հանգել էին նախագահական տարբերակին, բայց Սերժ Սարգսյանը ավիրեց։ Սա ավերածություն էր, շատ լուրջ, շատ մեծ, շատ ծանր ավերածություն էր, որ նա հասցրեց մեր երկրին։ Մեծ վնասներ շատ են իհարկե եղել, բայց սա մեծերից մեկն է։ Պարոն Հարությունյան, ձեր վերջին շրջանի հոդվածներում դուք այն միտքն եք արտահայտում, որ մեր պարտության հիմնական պատճառը այդ անզիջում դիրքորոշումն էր, ոչ մի թիզականություն էր, որ մենք Արցախի հարցում այդպես անզիջում դիրքորոշում ունենք։ Նախ առաջին հարցը, պարոն Հարությունյան, դա անուղղակի ձևով չի արդարացնում արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Նախ դա իմ վերջին հոդվածների մոտիվը չի, դա իմ առաջին հոդվածների մոտիվն է։ Ես 1988 թվականից 90-ականների ողջ ընթացքում ես գրել եմ բազմաթիվ այդ կարգի հոդվածներ։ Այդ հոդվածների թիվը 88-ին դեռ ես գրել եմ, որ մերս դիմակայությունը տանելու է պատերազմի, որին եւ ինչն է կարևոր, գիրը լավ բան է, պահպանվում է։ Ես միշտ կարող եմ դա հրապարակել, ցույց դնել, ասել, որ այդ ես ասել եմ ժամանակն է որ հրապարակել։ Երևի անցած օրը մեր երկուսի ընկերներից մեկը նույն առաջարկություններ ինձ անում։ Երևի պետք է։ Եթե ոչ բոլոր հոդվածները, գոնե մի քանիսը պետք է, այո, մի փոքրիկ կարելի է դարձնել բան։ Չգիտեմ, մտածում եմ։ 90-ականների ողջ ընթացքում եմ գրել։ Իսկ 97 թվականից հետո, 98-ից հետո, երբ արդեն ակնհայտ էր, որ այդ գիծը պարտություն է կրում Հայաստանում, պարտվել է վերջնականապես Հայաստանում, ես շատ ավելի հաճախ եմ այդ մասին գրել։
շատ հաճախ հրապարակել եմ մեր մամուլում ցավոք այն ժամանակ մի քիչ բարդ էր, որովհետև անմիջապես այդ կարգի հոդվածները թարգմանվում էին ադրբեջաներեն եւ սկսվում էր մեծ հայհոյանքների շղթա, Ադրբեջանի խոսնակ, գործակալ եւ այլն եւ այլն։ Ցանկացած հակամարտություն, որպեսզի ինձանից վերանանք գլուխ գովանությունը մի կողմ դնելով, ցանկացած հակամարտություն կլինի դա երկու հարևանների միջև Բաքում ուղակի հողի համար, ասենք, կամ այգու սահմանի համար վիճում են կամ երկու երկիր վիճում են, ցանկացած հակամարտություն պետք է լուծվի եւ լավագույն լուծումը ցանկացած հակամարտության փողոցային կռվի մասին է նաեւ խոսքը փոխզիջումն է, երբ երկուսով նստում կամ երրորդ միջնորդի միջոցով նստում եւ ասում են լավ հասկացանք այս պատճառներով է ձեր կռիվը, բայց եկեք մի քիչ դու ես զիջում, մի քիչ դու եւ հաշտվում ենք, որովհետեւ հակառակ դեպքում գործը հասնում է դանակահարության։ Հակառակ դեպքում գործը հասնում է պատերազմի։ Ակնհայտ էր, որ մեր դեպքը պատերազմի էր հասնելու արդեն 2000-ականների ամենաառաջին տարիներից էր ակնհայտ։ Իսկ երբ ադրբեջանցիները հաջողեցին եւ Բաքու-Ջերյան գազամուղն աշխատեց, արդեն ել ավելի ակնհայտ էր, որ Ադրբեջանը, ընդ որում ադրբեջանցիները դա երբեք չեն թաքցրել, որ ադրբեջանցիները պատրաստում են եւ մեծ թափով են պատրաստում պատերազմին, որովհետեւ եթե մինչեւ 2008, 2009, 2010-11 թվականները մեր հնարավորությունները եղել են համարժեք, մենք էլ ենք ստացել նույն աղբյուրից զենքեր, նրանք էլ են ստացել նույն աղբյուրից զենքեր։ Մենք էլ շատ փող չենք ունեցել, ստացել ենք այն ինչ տվել են, նրանք էլ շատ փող չեն ունեցել, ստացել են այն ինչ տվել են։ Բայց մի պահից մենք շարունակեցինք ստանալ այն ինչ տալիս են, իսկ նրանք շարունակեցին գնել թանկ գնով, թանկարժեք զենքեր, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլ տեղերից։ Եվ դա նույնպես ակնհայտ էր, անթակույց էր։ Մենք ունեցել ենք մեծ հնարավորություններ այդ ամեն ինչից խուսափելու։ Ռոբերտ Քոչարյանի օրոք ենք ունեցել այդ հնարավորությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չեմ ասում, որովհետև այդ հնարավորությունը նա փորձեց օգտագործել եւ պարտվեց։ Ըստ էության թույլ չտվեցին իրեն եւ ինքը հեռացավ։ Սերժ Սարգսյանի օրոք ենք ունեցել այդ հնարավորությունները, բայց քանի որ եւ Քոչարյանը եւ Սարգսյանը չեն ունեցել երկրի ներսում լեգիտիմության բավարար պաշար, նրանք չեն կարողացել գնալ այդ կարգի քայլերի, զիջումների կամ փոխզիջումների, որովհետեւ դրա համար պետք է ունենաս լեգիտիմության մեծ պաշար։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, եւ ես ողջավորվածներից մեկն եմ եղել, երբ նա գալիս էր իշխանության, կամ երբ եկել էր իշխանության, ես վստահ էի, որ ինքը գոնե իմանալով թե ինչ միջավայրի հետ է շփվել, ինչ կարգի զրույցների մասնակից եւ ականատես է եղել, մտածում էի, չասեմ թե վստահ էի, բայց մտածում էի, որ այո, նա կգնա այդ քայլերին։ Լեգիտիմության պաշարը կար, բավականին մեծ, շատ մեծ նույնիսկ պաշար։ Այդ օրերի, այդ տարիների 2018-ի, 2019-ի իմ հարցազրույցների հիմնական թիրախը հենց եղել է Փաշինյանը։ Ես նրան եմ փորձել ինչ-որ բան ասել, որ ժամանակն է, ուշ է արդեն, ժամանակ չունենք, շտապել է պետք է գնալ զրույցի։ Բայց պարզվեց, որ նա տարված է ծափահարություններ կորզելով։ Նրա համար ծափահարություններն ավելի կարևոր են, քան դիվանագիտությունը, քան պետությունը, քան ցանկացած այլ բան։ Լինել ոչ մի թիզական նրա համար նա ոչ մի թիզական էր, ոչ թե այն պատճառով, որ ինքը իր էության ոչ մի թիզական է, ինչպես այլ ոչ մի թիզականներ, այլ որովհետև ոչ մի թիզականությունը ծափահարություն էր բերում։ Եվ նա հանուն ծափահարության գնաց բոլոր կարգի պայմանավորվածությունների խզման, բանակցությունները վերածեց ֆարսի, ըստ էության անհասկանալի ինչ-որ բանի եւ հնարավորություն ընձեռեց, որ Ալիևը իրականացնի այն ծրագիրը, որ ինքը ուներ դեռ 2016 թվականից։ 16-ին փորձեց մի պահ, դժվարացավ չստացվեց, բայց դրանից հետո միշտ այդ ծրագիրը ինքը աշխատացրել է։ Սա է լեգիտիմության պաշարը, եթե ունենային նախորդ երկու նախագահները, կամ եթե նրանք թույլ տային հենց թեկուզ նախորդ երկու նախագահները Քոչարյանը եւ Սարգսյանը թույլ տային, որ Վազգեն Սարգսյանի հետ միասին որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրականացրել այդ ծրագիրը, մենք բոլորովին այլ իրավիճակ եւ այլ տարածաշրջան էինք ունենալու։ Ընդ որում 2019-ին դեռ 2020-ի ամառը կարելի էր գնալ արդեն շատ ավելի մեծ զիջումների, քան մենք պետք է զիջեինք 1998-ին ենթադրենք, շատ ավելի ցավոտ զիջումների էինք գնալու, բայց էլի մենք ունենալու էինք բոլորովին այլ հարևան,
մեր կողքին Ադրբեջանի կարգի բոլորովին այլ հարևան Թուրքիա եւ բոլորովին այլ տարածաշրջան։ Այսօր մենք ունենք այս տարածաշրջանը, որտեղ մենք պարտված կողմն ենք եւ ենթակա թելադրանքների։ Պարոն Հարությունյան, մյուս կողմից այդ ձեր տեսակետը շարունակելով, տեսությունը շարունակելով, այդ մարդիկ, ովքեր բերել են պարտության, որը դուք նշում եք, որ մի օրվա պարտություն չի, միայն Նիկոլ Փաշինյանի պարտություն չի, այլ շարունակական քաղաքականության արդյունք է, այդ նույն մարդիկ էլի շարունակում են այսօր որոշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը, հավակնում են ղեկավարելու Հայաստանը, ինչ որ արդարացումներ են բերում, որ մենք ոչ մի թիզական չենք եղել երբեք եւ այլն, բայց ինչ եք կարծում, մենք այս փակ շրջանից դուրս գալու ինչ ելք ունենք։ Սա է ամբողջը։ Նրանք ոչ մեկ այդ հայացք չի ցանկանում նետել եւ այդ հայացք նետելուց էլ չի ցանկանում տեսնել իր դերը եւ իր սխալները։ Բոլորը իրար մատնացից են անում, թե սխալը սա էր եւ վերջ։ Փաշինյանը մի մեծ մեղքել ունի, այդ պարտությունը գրանցվեց Փաշինյանի օրոք եւ ըստ էության Փաշինյանի օրոք գրանցված պարտությունը սկսեց արդարացնել իրենից առաջ եղողներին։ Նրանցից յուրաքանչյուրը ասում է՝ դե իմ օրոք չի եղել պարտություն։ Ես ինչ որ պահել եմ, ինչ ունեցել ենք 1998-ին, ես դա պահել եմ։ Հերթով դա են կրկնում, չէ՞ նրանք, որ ասենք իրենք էին հասունացրել այս պատերազմը եւ այս պատերազմը մի օր պետք է պայթեր եւ Սերժ Սարգսյանը 2017 թվականին պարլամենտում երբ վարչապետ էր դառնում, ինքը հայտարարեց, որ ըստ էության բանակցությունները մտել են փակուղի, ընդունելով, որ արդեն հասնում ենք պատերազմի շեմին, եթե բանակցությունները փակուղում են։ Հիշում եք իր խոսքերը, ասեց Ադրբեջանը արդեն զիջումներ չի պահանջում, փոխզիջումների մասին չի խոսում, այլ պահանջում է միայն զիջումներ։ Քրեական քարոզչո մեքենան թույլ չի տալիս մոռանալ։ Ահա, ճիշտ է։ Ահա։ Դե հիմա ես էլ որպես այդ քարոզչա մեքենայի մի փոքրիկ մասնիկ դարձա այս պահին։ Ինչ սա է ըստ էության եւ հիմա Փաշինյանը հենց նույն քրեական քարոզչա մեքենան, չէ՞։ Փաշինյանը երբ եկավ իշխանության կամ Փաշինյանենք երբ եկա, նրանք պետք է Սերժ Սարգսյանի այս նախադասությունը ոսկե տառերով գրեին իրենց առանձնասենյակների պատին եւ ամեն անգամ աշխատասենյակ մտնելիս տեսնեին եւ հասկանային, որ պետք է գնալ կոնկրետ քայլերի ունենալով լեգիտիմություն։ Իսկ նրանք դա օգտագործել են եւ օգտագործում են որպես քարոզչամիջոց, որպես հակաքարոզչություն, բայց ոչ որպես հետևություն։ Սա է ԿՊ-ի ամբողջ էությունը, չունեն արված հետևություններ, ունեն էլի մատնացույց անելու դուք եք մեկը մյուսին մեղադրել։ Պարոն Հարությունյան, իսկ ո՞նց դուրս գանք փակ շղթայից։ Փակ շղթայից ես միշտ եղել է ժամանակներ, ասել եմ ամենահեշտ պատասխանն է այդ հարցի, բայց պարզվեց այդ պատասխանը այնքան էլ ճիշտ։ Միշտ ասել եմ, այո, միշտ մտածել եմ, ասել եմ երիտասարդները կգան եւ եկան երիտասարդները եւ տեսան։ Ավելի վատ է լինում։ Այո, ավելի վատ։ Հիմա տեսեք, ես իմաստով այդ հարցի պատասխանը երևի թե չունեմ, որովհետեւ ես հուսահատված եմ եւ հիասթափված այդ հարցում, երիտասարդների հարցում։ Ես միշտ նույնիսկ գրել եմ, շատ եմ գրել, որ ես երիտասարդները կգան, այո, կփոխարինեն, որ այս մեծ սերունդը, հին սերունդը սովետական պատկերացումների կրող են, այդ պատկերացումները արատավոր են եւ այլն, այդ ամեն ինչը ես նույնիսկ որ գրել եմ, ես հավատացել եմ, որ այդպես է։ Բայց եկան այս երիտասարդները, որոնցից շատերը կամ խորհրդային միությունում չեն ապրել, կամ ապրել են մի 5-6 տարի ընդամենը խորհրդային միությունում, ծնվել են, խորհրդային միությունն էլ չի եղել, բայց տեսեք, այս ԿՊ-ականների մասին է խոսքը, նրանց վարքը, նրանց բարքը, նրանց պատկերացումը իշխանությունների իշխանավարման մասին, նրանց պատկերացումները ունեցվածքի մասին, իշխանությունը որպես ունեցվածքի միջոց օգտագործելու, աղբյուր օգտագործելու մասին խիստ սովետական են։ Այնքան սովետական, որքան սովետական չեն եղել իրենց պապերը եւ իրենցից առաջ եղած մեծահասակները, որոնք իշխանություն էին։ Բայց բարի եք դիտում, որտեղ իստո մոնղոլական են կամ ինչ-որ։ Դե դու Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին այդ գնահատականը տվել է, հա։ Ես պատմաբան չեմ, բայց բոլոր դեպքերում եւ այն խոր պատմական համատեքստում չեմ դիտարկում, ես դիտարկում եմ այս 3 առաջ օրվա այդ համատեքստում եւ տեսնում եմ, որ այո, սրանք իրենց վարքով շատ սովետական են, որովհետեւ սովետական այդ շրջանը 60-70-ական թվականները հատկապես, երբ արդեն գաղափարախոսություն չկար,
ճահիճ էր, գաղափարախոսությունը մի կողմ էր նետված, բոլորը գիտեին, որ մարքսիզմ-լենինիզմը հիմարության պես մի բան է, եւ այո, եւ բոլոր մարքսիստ-լենինիստները դա առաջին հերթին գիտեին եւ ապրում էին հանուն իշխանության եւ հանուն ունեցվածքի, իշխանության հաշվին ունեցված դիզելու։ Ես այսօր դա եմ տեսնում։ Մենք կարողանանք այս փակ շրջան շղթան փշրել, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց որ նրանք ովքեր հավակնում են հենց նախկինները թեկուզ ես հիմա նախկիններ ներկաներ բաժանումը չեմ որպես բացասական, այլ ասենք 18-ից առաջ եղած ուժերը, որոնք այսօր փորձում են շարունակել լինել քաղաքական դաշտում, նրանք պետք է մի պահ վեր կանգնեն իրենց սեփական անձնական շահերից եւ մտածեն, որ պետք է այդ շղթան փշրվի։ Այն առաջարկը կհիշեք, որ իրենց արվեց 2021 թվականի ընտրություններին հենց Տեր-Պետրոսյանը, այո, այդ առաջարկը։ Տեսեք, ինչքան պարզունակ էր, իր մտածողությամբ Քոչարյանը, որ մերժում էր դա։ Նրան թվում էր վերջ, ինքը հաղթեց, բայց պետք է գնալ ոչ թե թվացial հաղթանակի հետևից, այլ հստակ հաղթանակի հետևից։ Կլինի այս անգամ։ Բայց ես վստահ եմ, որ ինքը հիմա էլ կմերժի դա։ Այո, ես եմ կարծում։ Ավելին պարզ դառնում, որ նույնիսկ ընդդիմության իրար մոտ գտնվող թևերը չեն սկսում են իրար հետ թշնամանալ։ Այո, եւ այստեղ արդեն մենք գալիս ենք այդ ձեր ասած փակ շղթային, որը ցավալի է, այդ շղթան կարող է եւ չփշրվել, կարող է եւ շարունակել աշխատել։ Բոլոր դեպքերում Փաշինյանը եթե հաջողելու է, ապա նրա հաջողության գրավականներից մեկը նախկիններն են։ Պարոն Հարությունյան, ձեր խոսքում մի հակասություն կա, որ դուք մի կողմից ասում եք, որ 18 թվականը փոխեց մեր հասարակությունը, հիմա արժեքներ փոխվեցին եւ այլն, մյուս կողմից էլ միտումը, որ ասենք Նիկոլ Փաշինյանը ինչպես է կառավարում, որ իզմեր չունի եւ այլն, այսպես հասկանալի է, որ ոնց որ դուք էլ եք ընդունում, էլի, որ ինչ որ դիկտատորական տարեր այն ամենենիվ մտնում են։ Բայց ըստ երևույթին դուք շարունակում եք Հայաստանը համարել ժողովրդավարական պետություն, որտեղ համարում եք, որ եւս մի երկու հատ արդար ընտրություն որ լինի, մենք լավ ապագա կունենանք։ Իսկ չեք կարծում, որ դիկտատուրան ավելի շուտ կարող է լավ ապագա։ Դե ես այդքան վատատես չեմ։ Իհարկե հակասություն կա իմ ասացի մեջ, իմ մտքի մեջ, ես ասելուց արդեն ես տեսնում եմ այդ հակասությունը, բայց ես մարդ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ունեմ ցանկություններ եւ փորձում եմ շատ ժամանակ իմ խոսքը եւ իմ ցանկությունները համապատասխանեցնել։ Հայաստանը իհարկե ժողովրդավարության առումով չի ասել մակարդակին, որ մակարդակից հետո արդեն պետք է ասենք հետ դարձ լինել չի կարող։ Հիմա ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տրամպը ինչքան էլ խուլիգանություն անի, մեղմ ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու են ունենալ ընտրական իրենց համակարգը եւ այդ համակարգը իր խոսքն ասելու է։ Եթե ոչ հաջորդ ընտրություններին, ապա այն մյուս ընտրություններին, չէ՞, բոլորս դա գիտենք։ Իսկ Հայաստանում շատ հեշտ է ամեն ինչ վերադարձնել այն վիճակին, որ վիճակում էր։ Ես երբ ասում եմ, որ Հայաստանը ժողովրդավարական է, այո, Հայաստանը համեմատության մեջ դնելով հարևանների հետ, այս տարածաշրջանում գոնե նախկին խորհրդային հանրապետությունների ցանկում նույնիսկ արդեն ասեցի, նույնիսկ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է շատ ավելի ազատ, քան Ադրբեջանը, արդեն ասեցի, քան Ուզբեկստանը կամ Թուրքմենիան եւ այլն։ Բայց վախը, այո, որ ձեր ասած տարբերակը, որ Փաշինյանը շատ ավելի արագ կարող է հանկարծ զգալով իր անհաջողությունը շատ ավելի արագ գնա վերադարձնի կատարի, քան ես կուզենայի տեսնել, հնարավոր է շատ չեմ բացառում Փաշինյանից սպասելի է ամեն ինչ, մարդ, որը կարող է իրեն եւ իր յուրայիններին գրել այդ կարգի խրախուսանքներ ֆինանսական, ամեն ինչ է պատրաստ։ Դա չափորը գիտեք, այդ ֆինանսները փողի մասին չի խոսքը։ Դա աշխարհի, այո, մտածողության մասին է խոսքը։ Այո, ասենք ազգային ժողովի նախագահ որոշումը, որ ինչ որ չի ծախսել, դա իրանց է եւ բաժանում։ Գիտեք ինչ, այդ որ ինքը ծրարից, ասենք, քանի որ վերադարձանք այս թեմային կամ անդրադարձանք, այդ որ խոսում էր ծրարով փող էին։ Այո, եղել է։ Օլիգարխներից հավաքում էին ինչ որ կոնկրետ գումար, ստեղծում էին ինչ որ մի հատ բազա ֆինանսական, որը բաժանում էին յուրայինների մեջ, ովքեր որ չունեին, ասենք, օլիգարխների հնարավորությունները, բայց սրանք ուղղակի բյուջեն են բաժանում իրար մեջ։ Իսկ ինչը պիտի լինի այն
արգելքը, որ արգելակի Նիկոլ Փաշինյանին Հայաստան դարձնել դիկտատորական երկիր։ Մեր քաղաքացու ակտիվությունը, որը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է Փաշինյանը դա գիտի։ Փաշինյանը, քանի որ շատ ավելի եսասեր է, շատ ավելի անձնասեր է, նա գիտի, նա այդ քաղաքացու ուժն էլ տեսել է, ինքը օգտագործել է այդ ուժը։ Մեր քաղաքացին, այո, պատրաստ է դուրս գալ հրապարակ։ Դա ապացուցված է։ Մենք չենք մարտում հանուն իր քվեի եւ հանուն ժողովրդավարության։ Մեր քաղաքացին պատրաստ է եղել տարիներ շարունակ, տասնամյակների չափ կերակրել իրենով բանտերին։ Մենք ամեն տարի մեր երիտասարդներին, մեր մարդուն ուղարկել ենք, մեր կամավոր բանտ է գնացել, ստացել է հսկայական պատժաչափ, ոստիկանական մահակներին է դիմակայել։ Մենք դա տեսել ենք, մենք դա ցույց ենք տվել, որ կարող ենք։ Փաշինյանը օգտագործել է դա եւ օգտվել է դրանից, եւ Փաշինյանը դա գիտի։ Դա գիտեն բոլորը, աշխարհն էլ դա տեսել եւ գիտի։ Մեր մարդը շատ ավելի պատրաստ է հանուն իր իրավունքի ոտքի կանգնելու եւ ես հույս ունեմ, որ դա զսպելու է։ Բացի դրանից, արտաքին ճնշումը, որքան էլ թվում է, թե արևմուտքից չկան աղմուկ չկա, բայց ես չեմ կարծում, թե մասնավոր զրույցների ժամանակ, հանդիպումների ժամանակ զգուշացնող խոսք չի հնչում։ Վստահ եմ, որ հնչում է, վստահ եմ, որ ասում են, վստահ եմ, որ հասկացնում են, որ այն ինչ որ անում եք շատ լավ է, բայց բավարար չի, մոտավորապես այս ձևակերպումներով կամ սպասվելիք ընտրություններից մենք ունենք ակնկալիքներ եւ այլն մեղմ ձևակերպումներով դեռ ոչ այնքան կոշտ ոնքան եղել են երևի նախկինում, բայց շատ մեղմ ձևակ, այսինքն արևմուտքի գործոնակա եթե Հայաստանը հայտարարում է, որ գնում է այդ ճանապարհով, ուրեմն պարտավորություն է, չէ՞, վերցնում նաև իր վրա, իսկ նրանք էլ որպես պարտավորություններ հաշվել կարողացող կողմ կարողանում են այդ իրենց կկարողանան։ Եվ ամենակարևոր գործոնը մեր մարդը։ Ուղղակի այդ ժամանակ կարող են ձեր ասած տարբերակը գործել, ինքը նորից դառնա ռուսամետ եւ Հա, դեպի արդեն ի սկզբանե ասեցի, դա ամենամեծ վտանգն է, այո, ինքը հայտարարում է, որ մենք արևմուտք չենք գնում, պարտավորություն չունենք արևմուտքի նկատմամբ եւ վերջ բրծավ։ Այո, պոլիտբյուրո չի։ Այո, պոլիտբյուրո չի, հա։ Շնորհակալություն պարոն Հարությունյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր հյուրը Վարդան Հարությունյանն էր, խորհրդային դիսիդենտ, իրավապաշտպան, հրապարակախոս։ Կհանդիպենք։ Շնորհակալություն պարոն Հարությունյան։